էլ մասոն, էլ Կրեմլի ագենտ, էլ չգիտեմ ինչ, ժողովուրդ ես ուղղակի հայրենասեր հայ եմ, պատրաստ տալու ամեն ինչ հանուն հայրենիքի, հանուն ձեզանից յուրաքանչյուրի, եղեք ադեկվատ, խնդրում եմ, եղեք պահանջատեր, ով ձեզ նման բան ասում է, պահանջեք փաստ, Աստված վկա կմնաք առանց ապացույցների։ Միակ բանը, որ լսելու եք, ասելու է, որ ինձ ասել են, ով ասել ես իմ ով, ու տեն շարունակ, կամ ուղիղ ստի, ասի ես եմ տեսել, այդ ժամանակ հրավիրեք թող գա ուղիղ ասի, չի կարա, հարգեք ձեր սեփական կարծիքը, մի լսեք ուրիշ ոչ մի բան, ուսա ձեզ թող լինի հստակ ապացույց, նրա, որ տարբեր տարիների ընթացքում հայագործան գործունեություն ծավալողների կողմից մենք դիտարկվում ենք որպես իրանց հայագործան գործունեության շարունակության խոչընդոտ, ինչի, որովհետև իզուր չի, երբ ես կոչ եմ անում շեշտելով իրական հայեր բառը, իրական հայը միայն ազգությամբ չի, նաև էությամբ է։ Ես այսօր կանգնած եմ ձեր առաջ պատրաստ ամեն ինչի հանուն հայրենիքի ու բազմիցս եմ դա ապացուցել, իսկ այն ինչ խոսում են իմ կամ մեր մասին ոչ մեկ ապացուցել չի կարա։ Ինձ թվում է սա գոնե մի փուչուր ադեկվատություն ունեցող մարդկանց մոտ կթողի գոնե մտածելու մի հատված դաշտ, որ կարա գոնե ապացույց ուզի, որովհետև ինձ ասում են չեն գալիս հանրահավաքիդ այս սրա համար, քո մասին էս են ասում, քո մասին են են ասում, դա ասել չի, դա հաչալ է, ինչպես և շունը հաչում է առանց փաստի, առանց ոչ մի բան, ուղղակի ինքը ծնված է դրա համար, եթե դա է պատճառ կամ խոչընդոտ, որ հիմա ստեղ են քանակությունը չկա, որը մեզ անհրաժեշտ է, ապա ես ցավում եմ, որ դուք նույնիսկ այդ հարցում պահանջատեր չեք ու ձեր համար անպատասխանատու մարդկանց հայտարարությունները ավելի հիմնավոր են, քան մեր կողմից տարիներով ապացուցված պատրաստակամությունը հանուն հայրենիքի ամեն ինչի գնալու։ Ու վերջապես մարդիկ, ովքեր հիմնվում են նման բաների վրա, այդ մարդիկ են, ովքեր ամեն կերպ պատճառ են փնտրում, որպեսզի չգան, որ հանգարց իրանց ոչ մեկ չասի, ալարեցիր կա, չէ, ոնց պատրաստ էինք, բայց ինքը էսա, ինքը էնա։ Ես ցավում եմ, որ ստիպված ստեղից հիմա իմ այդ ամբողջ տրամադրվածությամբ ու պատրաստակամությամբ հանդերձ ստիպված եմ անդրադառնալ նման անպատասխանատու մարդուկների հայտարարություններին, ովքեր երբեք չեն ունենա տղամարդկություն, գալ ստեղ ու ասել ես էլ քեզ ապացույց դու ես մարդն ես։ Ես խնդրում եմ լինել մաքսիմալ ադեկվատ ու պարտադիր չի սպասել, ինձ շատ են ասում, մի հատ որ կայծ ելնի բոլորը դուրս կգան, 6 տարի այնքան կայծ եղավ, որ արդեն կենթանի վառվում ենք բոլորս, ավել ինչ կայծ է ձեզ պետք, այսինքն մեր հիշողությունը այնքան կարճ է, որ ինչ մեր հետ եղավ դա քիչ էր, մի հատ էլ նոր կայծ է պետք, որն է այդ կայծը, ինչ կայծ եք ուզում, հիմա ես ձեր առաջ կանգնած եմ, առաջարկեք այդ կայծը, ես այդ կայծը տամ, ինչ եք ուզում ժողովուրդ, մանավանդ հիմա օնլայն մեզ նայողներ, ինչ կայծ եք ուզում, առաջարկեք ինչ կայծ եք ուզում, կայծը վաղուց տրված է, այն օրվանից, որ բացահայտ ստերի շարանի ականատես եղանք, տեսանք արհամարված ու անարգված մեր զոհված տղեկի դիակները, այդ դա է կայծ, ինչա մարեց այդ կայծը, վերջ, մոռացաք, թե ներեցիք, թե ոնց, թե ցեղասպանությունը կասկածի տակ դնելը կայծ չէր, դա էլ մոռացանք, հիմա նոր կայծ է պետք, մենք ադեկվատ ժողովուրդ ենք, հիմա է պետք համախմբվել, որ նոր կայծ այլևս թույլ չտանք,
Ոչ թե սպասենք մի հատ էլ կայծ լինի, որ մի հատ էլ այդ կայծի մասին երգեր գրենք, նստենք տխրենք, ոտանավոր գրենք։ Մեկը խնդալու սմայլիկ դնի, մեկը ջղային սմայլիկ դնի, նորից այս իրականությունը տեղափոխենք on-line հարթակ, մեկը մեկին քֆուր գրի, մեկը մեկին չգիտի, լավ ինչի համար ենք ապրում, ինչի խաթր ենք ապրում, մեր ազգային նպատակը որն է, ամեն մեկս առանձին ով շատ հաց կուտի, ով շատ լայք կդնի կամ լայք կստանա կամ ինչն է լավ ժողովուրդ, ձեր հետ խոսում է ձեր հայը, ես ուզում եմ իմ խոսքերը այդքան չհասնի ձեր մտքին, ինչքան ձեր սրտին, մեզ կապող ամենակարևորագույն բաները դրանք մեր ազգային սրբություններն են։ Դե եկեք ուրանանք ամեն մեկս իրար սկսենք քրֆել, մտածենք մեր հաց ուտելու մասին, նայենք ով ինչ քաղաքական հայացք ունի դրա համար իրար ատենք, հետո էդ ենք թողելու մեր երեխեքին, էդ ենք տալու մեր աճող նոր սերնդին, առավոտից ստեղ կանգնած ենք, ապշելու բանա, լավ մարդիկ անցնում են, չգիտեն ինչ աստեղ, ընդեղ խակ է գնում, ընդեղ չգիտեմ ինչ աստեղ, չգիտեմ ինչ հավաքա չեն իմանում, Գարեգին Նժդեին հո ճանաչում են, պետքա հերթ լներ, գալ նկարվել գնալու, գալ, եթե սխալ եմ ասեք, երևի Հայաստանի ամենամեծ նկարն է Գարեգին Նժդեի, ես լնեի անկախ նրանից, թե ով կլներ, ինչ ակցիա կլներ, ես ես պատկերը տենայի, ես վազքով դեմը կանգնած էի, մի հատ նկարվեի, որպես առիթ, որը չի կարելի բաց թողել, իսկ ստե նորից պետքա համոզես, նորից դե սպասենք մի հատ կայծ լնի, ամեն ինչ թողեմ բլոգերների հետ կռիվ տամ, չգիտեմ ճանաչում եք, չեք ճանաչում, ես խնդրեմ լրատվականներին սա էլ տարածեք այդ մարդը սիրում է, սենց լսի ու պաուզա տալով մեկնաբանի, ասում է լսեք ինչ է ասում, երեկվա իմ խոսքերն է կրկնում, ինչի համար եմ անդրադառնում իրան, ինքը իմ համար կարևոր չի, ուղղակի ինքը ունի լսարան, որտեղ ձևավորում է կարծիք, ինչով խանգարում է այս հանրահավաքին, իսկ այս հանրահավաքին կարա խանգարի մենակ հակահայ մտածելակերպ ունեցող մարդը, կարա չաջակցի, նորմալ է, կարա նստի սպասի վստահի թե չէ, բայց խանգարել միտումնավոր իրոնիայով ու դա հակահայի մտածելակերպ է, ես սա հայտարարում եմ բացարձակ պատասխանատվությամբ, ասում է լսեք ինչ է ասում, ու կրկնում եմ այն բառերը, երբ ես երեկ ասեցի ժողովուրդ, այս պայքարը իշխանության համար չի, սա մեր գոյատևման համար է, ու մեզ իշխանությունը պետքա ոչ թե որպես նպատակ, այլ միջոց մեր նպատակը իրականացնելու, մարդ կա որ ես ասածս չի հասկանում, իսկ ինքը մեկնաբանում է, որ տեսեք իշխանություն չեք ուզում, բախի եք հելեն, դե ուրեմ չմիանանք, դրանից հետո անդրադառնում է մեկ ուրիշ խոսքից, փոխում այսը ոնց իրան պետքա, որովհետև իր սատարած ուժերը չկարողացան մի անգամով ունենալ թեկուզ վիրտուալ այսքան աջակցություն, ու դա ինչ-որ էփ տալի մարդկանց մեջ, այն դեպքում, որ կարելի է ուղղակի, որպես հայը հային, գալ ու միանալ, չէ ոնց կլինի, մենք չենք անում, սպասեք խանգարենք, պառակտենք, չէ որ կուսակցություն ենք, չէ որ կուսակցությունները ստեղծված են պառակտելու համար, հազիվ գտնվել է մեկը, որ կուսակցություն չի, ինքը իրանով մեզնից շատ բան է կարում, բա մի հատ մեր բլոգերներ, հələ կծեք մի տեղից, հələ վրա տվեք, հələ խանգարեք, ու լիքը մարդ նստած ակաժները կախ լսում, հա, ես էլ գիտեի ասում, ու գնաց կարծիքը վերջ, ու չկան այդ մարդիկ ստեղ, ինչի համար, որովհետև Հայաստանը մարդու մասին կարծիք կազմելը, սովոր են ընկալելու բամբաս բյուրոներից, սովոր են ընկալելու անպատասխանատու բլոգերներից, մեկին ձենս դուր չի գալի, լա աղջիկը ինձ տես բան ասի, ասեմ հա լավ ուշադրությունը ձենից վրա, տղա ես իմ ձենի հետ ինչ գործում ես, ու դրանից ելնելով ինք ասում է այ դրա համար քո հավաքին մարդ չի գա, լավ հայեր ջան, եսի նորմալ է,
Էլ ինչքան պետք է մենք ընդհանուր դեգրադացիայի ենթարկվենք, որ ինչքան, մինչև ուր։ Սա մեծ ցավ է, սա ողբերգություն է, բայց մեր իրականությունն է։ Ողբերգություն բառ լսելուց մարդիկ անգամ չեն շրջվում, մի հատ տենան ես ինչ ողբերգությունից է խոսում։ Շոտոքի ազատության հրապարակն է, էլի իրենց տան բալկոնը չի։ Այս է անտարբերությունը, գիտեք ինչի, որովհետև ստեղ ցուրտ է։ Շտապում են տուն, որ այդ ամեն ինչը նայեն օնլայն։ Մի հատ հələ տենան ով ինչ մեկնաբանություն գրեց։ Ու ամենատափակ ու անպատասխանատու հիմար մեկնաբանությունը վերցնեն որպես հիմք, սկսեն տարածել։ Հայր ջան, դրա համար ուզում եմ վերահաստատեմ իմ պատրաստակամությունը։ Մենք այսօր էլ ենք ստեղ մնալու։ Մենք վաղն էլ ենք ստեղ մնալու։ Հնարավոր է գա մի պահ, որ այդ մարզից մեր եկողների համար, չգիտեմ, մի ժամով օրինակ սպասենք մինչև մերոնք գնան ու այդ մարդկանց օգնեն բերեն ստեղ։ Բայց վերածննդի շարժումը սկսված է ու դա ունի շարունակություն։ Դա ունի միակ տրամաբանական ավարտը, դա հաղթանակն է։ Ու այս խրխրացողները, սա իրենց վերջի խրխրոցն է։ Աշխարհի ամենավերջի հայհոյանքներով գրում ու անդրադառնում են ինձ։ Ինչի հիման վրա որոշ անպատասխանատու բլոգերների, մեկնաբանություն գրողների, այս ամեն ինչի հիման վրա։ Հիմա ինձ ասեք, կարող է իրանք ազգությամբ հայ են։ Արդյոք նմանը կարա լինի էությամբ էլ հայ։ Ես խնդրում եմ բոլորին, ովքեր էությամբ հայ են, ովքեր ոչ թե ինձ տեսնում են, լսում են ու հասկանում են, նաև զգում են, որովհետև մեր բոլորի սրտի բաբախը մեկ է, պատկանում է մեզ, աշխատում է մեր մեջ, բայց այդ բաբախը պատկանում է մեր նախնիներին, մեր տատերին ու պապերին, դա ևս մեզ միավորելու մի միջոց է։ Դրա համար հայր ջան, մենք էլի ստեղ ենք, փորձեք վաղը, ես կուզենայի այսօր լիներ այն բավարար քանակությունը, որ վաղը երկուշաբթի է, երկուշաբթի Նիկոլը չկարողանար գնալ գործի, լիներ այն քանակությունը, որը կկարողանար խոչընդոտել, բայց չկան այդ մարդիկ, ստեղ չեն, ներկա չեն, տրված են բամբասանքների, լսելու, մեկնաբանելու, շատ ներողություն բառիս համար, որի հայերենը էլի չգիտեմ, ներսի աբիժնիկության այդ պորտկումների, նախանձի, այն դեպքում, որ այն ինչ մենք անում ենք ստեղ, նաև իրանց համար է։ Դրա համար ես վաղը ևս, միգուցե այսօր, եկեք, մինչև առավոտ, մինչև երկուշաբթին բացվի, լինենք այն բավարար քանակությամբ, որը մեզ կտա այդ հնարավորությունը ֆիզիկապես չթողնելու, որպեսզի Նիկոլը գնա աշխատանքի, որովհետև իր աշխատանքը դա կործանումն է Հայաստանի ու հայ ազգայինի։ Ուզում եք դա լինի, ընդամենը վեր կացեք, եկեք ազատության հրապարակ, ուրիշ ոչինչ պետք չի, մենք ինչպես մնացել ենք ստեղ, տենց մնալու ենք նաև այսօր։ Ես այսօր էլ եմ պատրաստ չքնելու, սպասելու, վաղնել, մյուս օրն էլ, մինչև վերջապես բոլորով վճռեք, որ այո, պետք է ստեղ բավարար քանակությունը լցվի, ու քիչ լսեք, անպատասխանատու ու ձեր դիտումների հաշվին դատարկ տեղի վրա գումար աշխատող բլոգերների ու չգիտեմ ինչերի, դրանցից երբեք ոչ մեկը ոչ մի օգուտ, բացի պառակտումից, ուղեղ լվանալու փորձերից, դեգրադացիայից ոչինչ չեք ստանալու։